Պարոն Փազինյան, կխնդրենք ավելի պարզ հայերենով բացատրեք ինչ կատարվեց, վարույթը ինչի մասին էր, հայցի մասին կխնդրեմ ավելի մանրամասն ու մատչելի։ Տաշիր կապիտալը ներկայացրել է ՀԵՑ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման դեմ, որոշումը չեղյալ, այսպես ասած, ցույցերով չեղյալ անելու համար, հաշվի առնելով, որ հակաօրինական է եւ ոչ իրավաչափ է եւ վարույթի հարուցումը եւ վարույթի ընթացքը, այսպես ասած, մինչեւ լիցենզիայի կասեցում։ Այն որ քաղաքական է բազմաթիվ անգամ խոսել ենք, բայց շատ փնթի, շատ այսպես հապշտապ, չունենալով որևէ ռեալ ճիշտ բաներ ներկայացրել են համենայն դեպս ոչ ճիշտ, այսպես մեղմ արտահայտվենք եթերային նյութեր, որի արդյունքում հիմա մենք մեր ներպետական ատյանները, այսպես ասած, սպառելով եւ պաշտպանելու ենք բոլոր ինքները, մի քանի անգամ ասել եմ, կրկնեմ եւս մեկ անգամ, որ հեծի, այսպես հեծի հետ կապված պայքարը հեծի սեփականատիրոջ կողմից, կոնկրետ Սամվել Կարապետյանի կողմից իր ասված բառերով գիտեմ ինչ է լինելու, ֆինանսական չէ, գոնե առաջնահերթ, տեսանք մենք ինչ կատարվեց այս նոր տարվա օրերը եւ ընդհանրապես ամենահետաքրքիրն էր, որ կառավարիչը այսպես անջատումների նաև հիմքով լիցենզիայից զրկվում է ՀԵՑ-ը, բայց կառավարիչը, եթե չեմ սխալվում, պատմություն եք սարքել անջատումները, թե ինչի եք այսպես մի խոսքով, որ անջատումները եւ պետք է լինեն եւ դա ոչ միայն այդ առումով, այլ նաև հենց հիմա ՀԵՑ-ում կատարվող իրադարձություններ ինչպես են պարտակվում, հավելագրումները խայտառակ, անջատումները, սխալ թվերի ֆիքսվելը, այնպես որ շատ ակնհայտ է, հույս ունեմ, որ դատարանը արդարադատություն կիրականացնի, անկեղծ հույս ունեմ, որովհետև հույսը վերջին է մահանում միայն այդքանով, հիմա տեսնենք ինչքանով սկզբունքային գտնվի։ Երբ անդրադարձ եղավ այդ մի քանի օրերին, նոր տարվա օրերին, անջատումներին, վարչապետի նույնպես այդ հարցը հղեցին ու ըստ վարչապետի պատասխանի ոչ թե հիմիկվա կառավարումներ սխալ կամ կառավարիչներ մեղավոր, այլ ժամանակին դուք եք վատ կառավարել, դրա համար էլ այդ օրերին ունեցանք անջատումներ։ Այսինքն մենք վատ կառավարում ենք, չունենք այդպիսի անջատումներ, հենց մենք չենք կառավարում, ունենք այդպիսի անջատումներ։ Հիանալի է։ Կարծում եմ պատասխանեցի։ Ավելին իրենք, եթե չեմ սխալվում, տվյալներին հրապարակել, որ ավելի քիչ է եղել այսօրվա այդ օրվա, հա, ամանորի երբ օրերի անջատումները։ Գիտեք, լինում են մեկ-մեկ դեպքեր, որ ստիպված եմ եւ մակարդակիս դաստիարակությանս ոչ եթերային ինչպես պատասխանել այդ հարցին։ Մենք հրապարակեցինք հանձնաժողովի կայքում 24-25 թվականի ամբողջական թվերը։ Եթե հանձնաժողովը ամբողջ տարվա ընթացքում ոչ ստուգում չի ալ, ենթադրվում է, որ հավատացել է մեր ներկայացված թվերին։ Մենք այդ թիվն ենք տալիս, որը իր ասածից տարբերվում է։ Լավ, անցել այդքան ժամանակ, թող ասի, որտեղից է վերցրել այդ թիվը։ Խաբում են, պարզ խաբում են։ Լավ, ընդունենք, թե չենք նայում, չեն հավատում եւ ինձ, մեր ազգաբնակությունը եւ կառավարչին։ Իր մաշկի վրա մարդ կարող է զգալ, թե չէ։ Ես հոսանք ունեմ, բայց ես լրատվամիջոցներից տեղակ լինում եմ, ինչքան մարդ չունի, թե չէ։ Աղմուկը պարզ է, թե չէ։ Այսինքն 24-25 եւ 25-26-ը ախր բոլորին է պարզ ինչ է կատարվել։ Ոնց կարելի է ամբողջ հանրապետությունը խոսում է մի ամբողջ վարչական շրջանի այսպես մի քանի օրվա ուսանքազատման մասին, էլ չեմ ասում նոր տարվա գիշերը հենց ժամը 12:00-ի դրությամբ անջատումների մասին, եւ անցյալ տարի նույն այսպես այնպես չի որ հեռախոսը եւ կամերան նոր հորինեցին, անցյալ տարի չկար, ոչ մեկ չգիտեր։ Մի քիչ չգիտեմ, չեմ ուզում այսպես ժողովրդին վիրավորել, մեզ էլ որպես ժողովրդի մասնիկ, բայց կարծես հիմարի տեղ եմ դնում, լավ այսպես ասեմ, չի ստացվում ուղղակի։